Նայեք խնդրեմ վիճակը դոմիկից հնարավոր էստեղ ապրել։ Նայեք ինչ վիճակի է։ Այս տնագը պատրաստվել է մտածելու, որ 2 տարի հետո արդեն տները կեղնի, տների հարցը կլուծվի ու 2 տարվա համար է, բայց 24 տարվա վիճակում ահա ինչ վիճակի հասավ, լրիվ կահույքս փչացել է, նայեք լրիվ ինչ վիճակի է։ Ահա որ վիճակ է բացատրել հնարավոր չէ։ Բոլս իջել է ներքև։ Այդտեղից այդ կողմով քայլել ընդհանրապես հնարավոր չէ։ Անհնարին վիճակ է։ Կոմունալը այս դրսի մասում է, պիտի անընդհատ գնամ, նորից վերադառնամ, որովհետեւ ջուր բերեմ, տուալետից օգտվեմ։ Տուալետը կոմունալը։ Ջրի վիճակը ահա որ ջուրը ստեղտեղում է, մնացել սառել է, ջուր չեմ կարող կես ժամ կամ մի ժամ թողնել։ Ջուրն էլ եթե փագեմ, բան կլինի, կսառի էլ ջուր չեմ ունենա, չգիտեմ որտեղից եմ բերելու։ Բեդրոմ ջուր բերելու համար պետք է գամ, գնամ ամբողջ ջուրը։ Այստեղ էլ եթե չմաքրեցի, կլինի հալելով, հատ, ահա որ վիճակ։ Մեջման պատճառը հենց կերսանցս հասեին գրանցված 2 տարվա գրանցումի պատճառով է, որը եղել է 88 թվից 90 թվականը։ Բայց ես միշտ ապրել եմ հերանցս հետ, ամուսնալուծությունից հետո այդ Որ թվին եք ամուսնալուծվել։ 87 թվից։ 87 թվից դուք ապրել եք առանձին։ Հիմա նախքան երկրաշարժի պահի դուք բնական կորցրել եք։ Հա, հերանցս բնակարանն է եղել։ Իմ հերանցս 3 սենյականոց բնակարանն է եղել։ Այդ 3 սենյականոց հիմա փոխհատուցվել է թե չէ։ Ոչ, չի փոխհատուցվել։ Հիմա մեծ է դուք որպես ժառանգորդ դիմել եք 3 սենյականոցը ստանալու, մեր քաղաքաշինության նախարարությունը մերժել է ձեզ։ Մերժել են, այո, այստեղ էլ եմ դիմել դատարանը մերժել են, քաղաքաշինությունն էլ է մերժել։ Ես էլ արդեն չգիտեմ որտեղ դիմեմ։ Ճիշտ հասկացա դու պետությունից պահանջում ես քո հերանցը տունը, որի վրա որտեղ գրանցված է հաշվառված, հա։ Դուք Ես եղբորս երեխաները հաշվառման մեջ չեն իհարկե ճիշտ է, քանի որ Բայց իրանք ժառանգորդ են։ Ժառանգորդ են, հա։ Եղբորը 2 երեխաները։ Հա, մեկ էլ հարսս ու եղբայրս ես անհայտ բացակայողի թուղթ էի հանել, ես չգիտեմ։ Հիմա իմացել եմ, որ իրանք մահացել են։ Ես այս մի ամիս է իմացել եմ, իրանց տեղեկությունն եմ Վլադիկավկազ։ Վլադիկավկազում նրանք գնացել են։ Եղբայրը եւ եղբորը կինը մահացել են, իսկ 2 երեխան։ Երեխաներն է թափառական մեկը իծն է հոգեկան հիվանդ էր, այնտեղ հոգեբուժարանում պարգած է։ Վլադիկավկազի հոգեբուժարանում է։ Մյուսն էլ այդպես այն էլ թեր զարգացած երեխա է։ Թափառական սրանրատունը պես օրը անցկացնում է, պես ծայրահեղ վիճակի մեջ ինքը չի կա, ես հնարավորություն չունեմ, վիճակս էլ շատ վատ է։ Ես նրանց էլ իրեն չեմ կարող գոնե այդ մեկին բերեմ, այս տան հարցը լուծեմ։ Այսինքն եթե ինքը կա, ինքը ժառանգորդ կնի եւ մի սենյակ ստանա։ Ժառանգորդն է, իրանց երեխան է, եղբորս երեխան է։ Փաստորեն մենք այդ 3 սենյակը կկորցնենք, ես մի սենյակ գոնե չեն տա, որ ես ծայրահեղ վիճակից ես դուրս կամ գոնե այնպես բարերար, բարեգործ մարդիկ լինեն, որ հասկանան վիճակը, այստեղ հնարավոր չէ մի օր Հասկացա, պետությունից պահանջում եք, հայրենիքում 3 սենյակ կորցրել եք, մի րոպե, ես խոսամ դուք 3 ճիշտ հասկացել եմ, 3 սենյակ կորցրել եք, հիմա գոնե մի սենյակ ձեզ չեն փոխհատուցում, ասում են, որ սպասածները կարգին չէ, բայց եթե ձեր եղբոր երեխան Վլադիկավկազից 2 երեխաներից որևէ մեկին բերեք, իրանք ժառանգորդ կհամարվին եւ կստանան։ Իրանք չէ անձնագիր չունեն, իրանք 97 թվից գնացել են, չեն կարողացել կա։ Հայրն ու մայրը մահացել են, ես իրանց տեղը չեմ գիտեցել, ես մի ամիս Զիմինյային էի տվել, սպասիր ինձ հաղորդաշարին էի տվել, որ գտնեի։ Ցոլագյան Գևորգը, Ցոլագյան Գրիգոր։ Մեկը հոգեբուժանում պարգած է, մյուսն էլ այդպես թափառական ստեղ ընդեղ թեր զարգացած երեխա անձնագիր չունի, ումից որ ես տեղեկություն եմ իմացել, դեսին որ իր ծննդականը կուզե։ Ինքը անձնագիր չունի։ Ինքն էլ պես չգիտեմ ինչ ահավոր վիճակ, եթե ինքը նորմալ երեխա է, ինքը կյանքում այդքան չէր մնա այնտեղ։ Իմ
մի երեխաս էլ մահացել է Ինչի՞։ Բանակից հետո բանակ գնաց ծառայից եկավ, չարվորագորուց ունեցավ։ Քանի տարեկան էր։ 21 տարեկան մահացավ չարվորագ։ Գոգոշտի քաղցկեղից, հա, ես էլ մնացի պես մենակ, ոչ օգնող ունին, ոչ հարազատ կոնե, օգնեին մեզ իրակ ստանայի, կոնե հերանցս էտ տունը չկորիր, թեջը կկորի լրիկ մինք կոր զամբիկ, կխնդրեի կոնե։ Անհնար էստեղ ապրել դուք տեսակ ինչ վիճակ է։